Ասենք ինչ ֆայլ եք ուզում ռուսերենով, օրինակ, ինչ որևէ ֆայլ, ասենք նովեստի, չէ՞։ 32-ամյա Գագիկը չի տեսնում, բայց համակարգչից օգտվում է։ Արդեն 2 տարի է համացանցը հասանելի է, երաժշտություն է լսում, տեքստեր գրում։ Կարամ թերթը մուտքագրեմ համակարգչի մեջ ու կարդամ, կտրեմ այն մասը, որ ինձ որ պետք է։ Թեև Գագիկը միայնակ չի սովորել համակարգչից օգտվել, բայց այսօր արդեն ինքնուրույն կարողանում է։ Տեսողության խնդիրներ ունեցող անձանց համակարգչով աշխատել օգնում է Արևը։ Այդպես է կոչվում կույրերի համար նախատեսված համակարգչային ծրագիրը։ Ինֆորմացիայի աղբյուր ունեմ, ամեն օր, ամեն ժամ, երբ ուզեմ, կարամ նորմալ լիարժեք մարդու նման մտնեմ ինտերնետ։ Արև համակարգը թույլ է տալիս ճանաչել տեքստը եւ այն վերածել ձայնի։ Այն հասանելի է 7 լեզուներով։ Հայերենից բացի նաև ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն եւ իսպաներեն։ Կույրը հնարավորություն ունի ինքը մուտքագրել, ինքը կարող խմբագրի տեքստը։ Այս ամենը սովորում են 3 ամսում։ Նախ 1 շաբաթ յուրացնում են ստեղնաշարը, ապա դրա միջոցով հրահանգներ տալիս։ Օրինակ, սեղմելով Alt F5 բացում են Արև համակարգը, իսկ Alt F12-ը շտապ օգնությունն է։ Ինչքան էլ սովորացնեն, մարդ ինքը պետք է ուզենա սովորի, որ շուտ սովորի։ Ցանկացավ եւ սովորեց, այն էլ 3 ամսվա փոխարեն 3 օրում։ Այժմ միայն մի բան է ուզում՝ սոցիալական ցանցերից օգտվելու հնարավորություն։ Հետագա պլանները սոցցանցերի հետ շփումները բան, որը իրանց շատ պետք է, դա առաջին հերթին, երկրորդը թարգմանությունները։ Այսօր Արև համակարգը հասանելի է նաև Լեռնային Ղարաբաղում եւ Ռուսաստանում։ Տեղադրումն արժե 400,000 դրամ։ Կա նաև անվճար տարբերակ։ Պետությունը տարեկան Արև համակարգով 20 համակարգիչ հատկացնում է կույրերին։ Անի Գաբրիելյան, Հայարփի Միքայելյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։